Շարունակենք collection-ները, գերեքսը մեծ բաժինը, stack collection ենք մենք ցանկանում անցնել։ Stack կա ոչ generic եւ stack կա generic-ով։ Պարզա մենք stack ոչ generic-ը չենք օգտագործի, բայց գիտենք, որ համարյա նույն հրամանները, եթե ոչ ամբողջությամբ պարունակում են։ Stack-ը ինչ է իրենց ներկայացնում, շատ լավ տարածված տեխնոլոգիա, որը բոլորիս պարզա եւ բոլորս դա տեսել ենք, իրանից ինչա ներկայացնում։ Մենք ասել ենք, որ հիշողության abstract կամ տրամաբանական ձև է, RAM-ում ինչ-որ միտեղ, որտեղ մուտք ելքը մի հասցեից է կատարում, ասենք address-ը 5A16 ենթադրաբար, մուտքը stack է լինում, ելքը նույն տեղից է լինում, եւ վերջի եկածը last in first out, վերջի եկածը ավտոմատի մագազինի նման կարդացում է առաջինը։ Եվ չմոռանանք, որ stack-ի ցուցիչը այս, որը որ նշվում եմ, այս stack-ի ցուցիչը փոխվում է, ոչ թե տվյալները refresh են լինում, ասինքն վերջի եկածը ոչ թե բոլորին ասում է, դե տեղ տվեք բոլորը իջեք ներքև, ես տեղավորվեմ այս վերջի տեղում, stack-ի ցուցիչը դառնում է հաջորդի համար 5A, ասենք 20։ Եվ ինքը հաջորդը կտեղավորի արդեն այդ կարգով։ Տեսնենք ինչ ինտերֆեյսներ ինքը ունի։ Պարզա։ Նայենք, ունի enumerable, ունի collection, ուշադիր նայեք, այն վերևի լիստը չունի։ Այ մեր լիստի սպարտականությունները չունի լիստը, չունի enumerable-ը, չունի collection-ը, եթե collection ունի, լնայեմ։ Ուրեմն stack-ը enumerable բանից պարզում է ունի, որովհետև կաշխատացնի, բայց լիստը չունի, այսինքն համարակալված ինդեքսացիա ցանկացած տեղից աշխատելու տեխնոլոգիան չունի։ Պարզա collection-ը ունի, որովհետև delete-ը բանը կա, enumerable-ը for-ի համար է եւ երևի ինքը կարող է աշխատի։ Enumerable-ը կարճ ասած իր ներքին համարակալումն է։ Ինչևից է, իրականացնում է այս ինտերֆեյսները, լիստը չունի array-ի նման։ Պարզա, հիշողության տեղաշարժը կատարվում է, այլ կատարում է stack-ի ցուցիչի փոփոխություն, շատ կարևոր է, այսինքն stack-ի ամբողջ իմաստն է, որպեսզի ինքը տեղափոխվի այդ տարածքում։ Գնանք առաջ, stack-ը լրացան կոնստրուկտորներ ունի, պարզա էլի երկուսի աշճաներով է բարձանում, եւ stack-ը ունի նաեւ պարամետրերով կոնստրուկտոր, որը կարող է հիշողության չափ ամենասկզբից տալ։ Ոնց որ լիստում։ Ունի, էսա ստեղ էր FIFO, դա է ուզում նշեմ, last in first out, LIFO ստացվեց, ես սխալ էի ասում, last in վերջի եկածը առաջինն է դուրս գալի, LIFO։ Ես ինչի չգիտեմ ինչի FIFO է ասում։ Last in first out սկզբունքով է ինքը աշխատում եւ գլխավոր անդամներն են, տեսնենք, Push pop շատ կարևոր է, պարտագրիմ ժիրմանուկ, թիկ, նայել որ մենք կարգում, բայց չհանել stack-ից, ուղղակի տեսնել վերջ, ով պետք է, ով է սպասում իրեն կարդան, նու count-ը էլեմենտների քանակ կլինի, contain ստուգում է տվյալ էլեմենտը կա թե չէ, կարող է ջնջել եւ կարևորը trim access ունի, որ նախորդ դասին անցա։ Այսինքն trim access-ը մինիմիզացնում է հնարավորինչավ օգտակար լինելու համար։ Պարզա ինքը only generic է կոչվում։ Եկեք օրինակը բերենք եւ առավել եւս մի հատ էլ DeepSeek-ից ես ցույց տամ իր մյուս տարբերակը, որը ես իմ քիչ հետո կասեմ կամ հիմա ասեմ, ուրեմն մենք հիմա օրինակը կտեսնենք, բայց սա library-ից է օգտվում։ Ուրեմն stack-ը library-ում կա, բայց ինքը data structure է։ Տվյալների կառուցվածք է եւ երբեմն այդ PR-արկաներում ասում են, դե դուք ձեր ձեռքով ծրագիրը գրեք։ Այսինքն դուք ոնց կգրեք stack ծրագիրը, եւ դա մարզանքի համար է։ Մենք օգտվում ենք այդ մարզանքը կատարող library-ում գտնվող։ Պայմանավորվենք, push-ով մտցնում ենք, ուստեղ վերի կունենանք pers a-class, toString ուղղակի ցույց տալու համար է վերավորված equal-ը, չմոռանանք, որ եթե ինքը պետք է համեմատի, լավ կլինի վերավորոշեք, որ մեջինը նայի։ Հակառակ դեպքում equals-ը ինքը ցույց է տալու միայն reference-ը։ Այստեղ մեզ դա պետք է գալու։ Stack a-տիպի class, այսքան անուններ են մտել, for each-ով կարդում ենք
շատ լավ, այս է ուզում ասեմ, enumerable-ը կա թե չէ, այո, for-ով քանի որ մենք կարդում ենք իրը, ապա մենք կարող ենք enumerable-ի պայմանագրի հիման վրա list չունենք, չեք կարող ցանկացած տեղից կարդալ array-ի նման, բայց կարող ենք հանգիստ ամբողջությամբ կարդալ։ Tensor capacity-ին 0 տեսնում ենք, այսինքն 0 ենք սարքում, trim access ենք անում, տեսնում ենք 5, տեսեք 5 հատա, իրեմն եթե ես capacity-ին նայում եմ 8 տալ, ինչու որտեվ 5 էլեմենտ է, մեկը հանելուց հետո ես capacity-ին 5 տալ, հետո peak-ը ներողություն սխալ ասեցի։ Ուրեմն ես trim access-ից հետո ինքը 5 կդառնա, peak-ից եւ pop-ից հետո peak-ը միշտ ասում է ինչ ես հանում, pop-ը հենց հիմա հանում է։ Եվ contain-ը կնայենք, այսինքն մենք պետք է տեսնենք abeg new n, այ peak contain պարունակում է թե չէ։ Եթե override առաջ չլինի, ինքը չի աշխատի նենց, որտեվ կլասը ղիչային տիպ է, հղումներն է նայելու։ Պարտադիր է equal-ը անպայման այստեղ, equal-ը վերավորոշել, անցել ենք object class-ի հղիչային տիպերի տեխնոլոգիայում մեջինը ստուգելու համար մենք override ենք անում, այսինքն վերավորոշում ենք իր աշխատանքը։ Եվ վերջ դրա հետ կապված, ոնց որ pop-ն է կարևոր, peak-ն է կարևոր, push-ն է կարևոր, որը որ մենք մտցնում ենք, եւ ալի contain-ը արեցիք, էլ ասելու բան չկա։ Նու try catch-ի մեջ է դրվում ինչի համար։ Հանկարծ որ վերջը հասած լինի, փուլ կստա, ստեղ ծրագրում չեմ գրել ինչա։ Try catch-ով ինքը ստուգում է։ Եվ ամբողջությամբ գրենք եւ ամբողջը կնայենք։ Կգտանք։ Ինչ ասեցի, մենք օրինակով կտեսնենք եւ այն ինչ որ մի քիչ առաջ ասեցի նաեւ որ data structure-ով դուք կարաք C# գրեք, stack-ի համար ես չեմ գրի, բայց ես zaпрос-ը կամ հայց արել եմ DeepSeek-ին ինքը ինձ տվել է, շատ վատչելի բացատրությունով։ Ինչ որ անուններ են, 8 է եղել, անուններ ափսոս կողքերը չկա, հետո ես իրան 5 եմ սարքել, այսինքն capacity-ին 5 է եղել, հետո stream access եմ արել, հասել է, հետո ասել եմ ով է հերթի որ դուրս գա, իրան հանել եմ, true է տալիս տեղ եւ մի հատ որևէ ասենք նոանաննա, ինչ գիտեմ, ինչ աննա, 17-ը կա թե չէ, եւ դա ինքը այստեղ տեսեք contain s անունը, եթե ասենք հանկարծ փորձենք սա վերավորոշումը հանենք, ինքը կամ ռեֆերենսը կանի, կամ թույլատրությունը թույլ չի տա, էլի։ Ռեֆերենսը կանի, ինչքան գիտեմ, կարող է եւ չտա։ Տեսեք false տվեց, չկա։ Իսկ եթե ես վերավորոշել եմ, ինքը կա։ True։ Ահա ես վերավորոշման տեխնոլոգիան իրեն ավելի հեշտ աշխարհ բերեցինք։ Ոչ մի խնդիր։ Հիմա պայմանավորվեցինք, որ stack generic-ը library-ը իր ինտերֆեյսներով, բայց խնդիր, data structure տեխնոլոգիան, որը կա, մենք կարող ենք C#-ով գրել, այո, եթե ձեզ հասեն stack, կարող ես գրել, պարզապես մենք C#-ով դա կարող ենք գրել, նույն անունները կպահենք push, pop, pick, եթե contain եւ այլն, ահա եւ ես քանի որ արդեն պատրաստ պահեցի ընդմիջմանը, տեսեք, այո, եթե լրացից հաշվեք ինձ հարցրել է, այո ունեմ, ես գրեցի DeepSeek-ին եմ ես աշխատացնում, կցանկանայի C# լեզվով տեսնել կառուցվածք ծրագիր տեսնել առանց stack library օգտագործելով։ Իհարկե ես կարող եմ գլուխը գողացել, եւ ասում եմ, որ ես դա կարող եմ կատարել արդեն ներդրված array class-ի միջոցով։ Stack-ի իրականացման զանգվածի միջոցով տարբերակը ինձ տալիս է։ Եկեք սա նայենք, պարզ ինքը եզրակացություն էլ կանի։ Ահա, շատ լավ է, pop ինչա, pick ինչա, count ինչա, is petty, is full, այսինքն ստուգում է, արդյոք դատար կա թե չէ, էլ բան չկարդալ, արդյոք stack-ի սահմանը անցել եք թե չէ, եւ եզրակացություն, հոյակապ, արհեստական բանականությունը մեր շատ կարևոր ատրիբուտներից մեկն է։ Մի հատ այս ծրագիրը կցանկանայի միասին նայենք, բանավաճ ժամանակ ունենք։ Class է վերցնում, ինք իր ձևով, տաշտեր է դնում, մի հատ զանգված է դնում, մի հատ վերցնում է որ վերևի սահմանը ստուգի եւ ստեքի տարողությունը միշտ պահի վերևի սահմանը ստուգի, այսինքն տարի ուրեմն վերևի ուրեմն մեր ստեքի վերևի սահմանը շատ կարեւոր է, չափը, այսինքն մենք չկարդանք չեղած բանը,
Ինչ անում։ Ինքը կոնստրուկտորով նախնական արժեքներ է տալիս։ Ինչու top -1-ից մենք անցել ենք enumerable, enumerator տեխնոլոգիայում, շատ շուտ ինտերֆեյսներում, ինքը քանի որ դիմում է պլյուս-պլյուսով, ապա դիման ժամանակ ինքը գալիս է հենց 1-ի, այսինքն 0-ի ներողություն։ -1-ը դիման ժամանակ ինչ-ինչ պատճառով մենք պլյուս-պլյուս ավտոմատիզացիա ենք անում։ Դրա համար ինքը սկզբից -1 է տալի, առաջի կանչի ժամանակ 0 է գալի եւ 0-ից սկսում է կարդալ։ Capsitին կվերցնի size-ը, capsitին կտանք, մենք տանք size-ը, մենք տանք size-ով array-ը, ահա կոնստրուկտորը որոշեց ինչ չափի է, -1-ի տեխնոլոգիան դրեց եւ AI-ը բացատրում է, push-ը ինչ անում։ Ինքը ասում է, եթե capsitին հավասարել է վերջը, ապա stack-ը լցված է, ոչ մի հարց։ Այսինքն մեր չափից ավել է, թե չէ, ուրեմն սահմանափակում դրեց ինքը, թույլատրվեց։ Եթե չափը անցել է, return կառնի։ Հակառակ դեպքում ինքը պլյուս top այս է։ Առաջի անդամը 0 կդառնա եւ array-ում կգրվի այդ անդամը։ Ահա, ես push-ը գրեցի։ Օպը իրան կհանի, if եթե հավասար է -1, արդեն չափը անցել է, ինքը հնարավոր չի հեռացնել, որտեղ դրանից չկա, եւ վերադարձնում է n-ին, տեսեք, return-ին եւ return-ը անում stack array top -1-ը, հեռացնել տարը եւ փոքրացնել top-ի չափը։ Այսինքն համ հեռացնում է տարը, համ ինքը top-ի չափը ցույց է տալիս։ Այսինքն մենք հեռացնել տարը գիտեք որն է, փոխում է մանի տեղը, stack-ի հղիչի տեղ ինքը delay չի անում։ Շատ լավ, peak-ը չպիտի հեռացնի տարը, այլ ուղղակի եթե ունենք, ապա stack-ը դատարկ է տարբերակն եւ տալիս է stack top, այսինքն վերադարձնել վերևի տարը։ Այսինքն եթե ես peak եմ անում, վերցնում է, pop եմ անում, ուրեմն peak-ը ստուգում է, բայց չի ցույց տալիս, չի հանում, իսկ դրա ժամանակ տեսեք, ստեղ -է, իստեղ առանց -, նշանակում է, որ ցուցադրեց, բայց ինդեքսի տեղը չփոխեց, ուրեմն հաջորդի վրա ընկավ։ Այստեղ ասում է, ես ցուցադրեցի, բայց հաջորդ անգամ որ ուզես կարդաս, տեղից եմ կարդալու։ Եվ վերջը, այստեղ count-ը անպայման մենք return top +1 անդադ 1-ով ավելացնելու տեխնոլոգիա, ստուգում ենք ինքը դատարկ է, թե չէ -1 կդրվի եւ capsity, որ նախորդ դրել ենք, համեմատում ենք capsity -1 է վերադարձնում։ Եթե հասել ենք այդ բանին, այդ վիճակին, ապա ինքը կտա full։ Եվ տալիս է push մի քանի հատ, հետո push 60-ը անում, հետո այստեղ կտա արդեն stack-ը լսված է, որտեղ 5 հատ է թույլատրված, եւ հերթով ինքը կվերցնի դրանք հերթով։ Is empty ստուգի եւ արդյունքները խնդրեմ։ 50 վերցրեց, count-ը 3 տվեց, stack-ը դատարկ է false, այսինքն տվեց false տեսակետից եւ stack-ը լրացված է տվեց, եթե մենք այդպիսի բան կատարում ենք։ Ահա եւ սա է արհեստական բանականության կիրառման ձև, ես ուղղակի ցույց տվեցի, որ մեր collection-ը նաեւ data structure C# գրելու տեխնոլոգիայով կա, իր կոդը այստեղ չեմ դնում, իմաստ չունի, դուք էլ այդ բիհրամանը կատարեք, գրեք եւ ստանաք։ Ամփոփում, stack-ը դա կոլեկցիայի տեսակ է եւ parse-ը ինքը LIFO սիստեմայով է գրվում, այսինքն last in first out, stack-ի ցուցիչն է տեղը փոխում չմոռանանք, այդ library-ն ունի շատ հրամաններ, որը մեզ մատակարարում է իր generic տարբերակով, որպես stack ինքը աշխատի, չմոռանանք, որ կոնտրակտները մեզ հուշում են ինքը ինչով կարող է զբաղվել։